հայկական ծագման արտադրանքը, այսինքն Հայաստանի գործարաններում արտադրված ապրանքների արտահանումը շարունակաբար ավելանում է եւ արդեն հասել է 4 միլիարդ 462-ի, որը պատմական իհարկե լավագույն ցուցանիշն է, եւ երկրորդը նա է, որ նախորդ տարվա նկատմամբ ուրեմն ավելացել է մոտ 400 միլիոն դոլարով, եւ սա էլի մոտ 10%-ով։ Մյուսը, որ ուզում եմ խոսեմ, ջինի գործակիցն է։ Ջինի գործակիցը մեզ մոտ բավականին ցածր է եւ սա շատ լավ է, որովհետեւ ջինի գործակցի դեպքում ինչքան ցածր է, այնքան նշանակում է եկամուտները հասարակության մեջ հավասարաչափ են բաժանված եւ մեր տարածաշրջանի հարևան երկրների հետ համեմատած Հայաստանում ամենացածրն է, այսինքն Հայաստանում ստեղծված եկամուտները իրենք համեմատության մեջ ամենա ուրեմն հավասարաչափն են բաշխվում եւ դա իհարկե եւս շատ կարևոր ցուցանիշ է եւ ես ուզում եմ նաեւ այստեղ փորձեմ նաեւ ձեզ որոշակի պատկերով դա ցույց տալ, որովհետեւ դա ավելի ներողություն եմ խնդրում։ Չկարողացա գտնել, բայց դա նույնպես կարևոր է, որ ցույց է տալիս, թե ինչքան համաչափ է մեր մոտ եկամուտները։ Հաջորդը դա մեր արտադրողականության գործակիցն է, եւ փորձեմ այսպես ցույց տալ, որովհետեւ ես վստահ չեմ, որ տեսեք արտադրողականության մեր ցուցանիշը շարունակաբար աճում է, ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ եւ եթե նայենք օրինակ մի քանի տարի առաջվա նկատմամբ կրկնապատկվել է մեր արտադրողականությունը։ Սա նշանակում է, որ նույն մարդը, պայմանական նույն գործարանում, նույն ժամանակահատվածում 2 անգամ ավելի շատ արդյունք է ստացվում, 2 անգամ ավելի արդյունավետ է աշխատում։ Իսկ դա ինչպես է տեղի ունենում եւ այդտեղ էկոնոմիկայի նախարարությունը ինչ դերակատարում ունի։ Դահապես արտադրողականության ավելացման 2 հիմնական ձև կա, եղանակ կա, մեթոդ կա, միջոց կա, այսպես ասեմ, հիմնական, այլ կա, բայց հիմնական 2 միջոցով։ Առաջինը, երբ որ դու նոր գիտելիք ես ստանում, եւ այդ գիտելիքների միջոցով կարողանում ես ավելի արտադրողական լինել, եւ երկրորդը, երբ որ դու նոր տեխնոլոգիա ես ձեռք բերում եւ այդ տեխնոլոգիայի միջոցով ես կարողանում արտադրողական լինել, եւ եթե երրորդը անայինք, պայմանական այդ երկուսը իրար հետ։ Հիմա կառավարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում գիտելիքի ստեղծման ուղղությամբ, սկսած մանկապարտեզներ, դպրոցներ, համալսարան եւ այլն, բայց սրանք մի քիչ ավելի երկարաժամկետում արդյունքներ, ավելի ուշ արդյունքներ տվողներ են, բայց նաեւ կայուն արդյունք տվողներ են։ Իհարկե նաեւ կարճաժամկետ բազմաթիվ ծրագրեր ենք մենք իրականացնում այդ ուղղությամբ, բայց այնուամենայնիվ ես այս փուլի համար արտադրողականության ավելացման ավելի մեծ մասնաբաժին ակնհայտորեն կառավարության արտադրողականության խթանման ծրագրի հետևանքն է, ինչա դա, երբ որ կառավարությունը սուբսիդավորում է վարկի եւ լիզինգի տոկոսադրույքները բոլոր կազմակերպությունների համար, որոնք որ սարքավորումներ են ձեռք բերում։ Օրինակ գործարանը, որը իր պայմանական շոկոլադի գործարանը կամ գարեջրի գործարանը, որը իր խորհրդային ժամանակների կամ 90-ականներին հարևան երկրներից ձեռք բերած համեմատաբար հին տեխնոլոգիաները փոխարինում է գերմանական կամ ճապոնական տեխնոլոգիայով, այդ ժամանակ այդ գործարանի թողարկած արտադրանքի ոչ միայն որակն է բարելավում, այլ նաև շատ ավելի արտադրողական է ինքը լինում, այսինքն շատ ավելի շատ արտադրանք է թողարկում, շատ ավելի բարձր որակի եւ այլն, եւ այս ծրագրի եւ սրա պորտֆելի մասին ես քիչ անց կպատմեմ ձեզ, որովհետեւ այստեղ մի քան միլիարդ եւ ավել դոլարի պորտֆել է արդեն ձևավորվել, բայց այս ծրագիրը շատ կարևոր ծրագիր է։ Հաջորդիվ ուրեմն ներողություն ես նշեցի 821 470-ը Armstat-ի աղբյուրներով, նաև ՊԵԿ-ի օպերատիվ տվյալներով արդեն 822,662 էր դեկտեմբերին եղել այս թիվը, որպեսզի երկու թվերի մեջ հակասություն չլինի, այսինքն
ուրեմն Armstadt-ով 25 թվականի համար դա 821 ու ինչ որ մի քիչ եւ 822 եւ 662 դա 0-ից մեծ հարկման բազա ունեցող աշխատատեղերի քանակն է ըստ PEC օպերատիվ տվյալների շատ կարեւոր ցուցանիշ է հնայի օգտագործումը ըստ հիմնական ծախսային բաղադրիչների կամ այսպես կոչված հիմնական միջոցների համախառն կուտակումը ինչ է նշանակում համախառն կուտակում նախ նշեմ որ օրինակ 18-19 թվականներին այս ցուցանիշը եղել է 15.8-ից 16.7%, իսկ վերջին տարիներին արդեն 20-21%, իսկ անցած տարի եղել է ամենաբարձրը 21.3%, այսպիսի բարձր ցուցանիշ չի գրանցվել 24 թվականին եղել է ներողություն 24 թվականի արդյունքներով եղել է 21.3, 25-ը դեռ չի ամփոփել։ Ինչ է դա նշանակում։ Համախառն կուտակում նշանակում է թե հանրությունը իր մեծ հաշվով, հանրությունը իր միջոցների որ տոկոսն է երկարաժամկետ ներդրումների վրա դնում։ Օրինակ շենքեր շինություններ կառուցում, սարքավորումներ առնում, մեքենասարքավորումներ առնում, մեքենաներ առնում, Օրինակ սրա մեջ օգտագործված գույքի արտավաճառքը չի մտնում, ֆինանսական պարզունակ գործարքներ չեն մտնում, այսինքն սրանց մեջ մտնում է թե հնայի որ տոկոսն է ըստ էության հիմնական միջոցների ստեղծմանը ուղղվում եւ սա ամենաբարձր ցուցանիշը հիմա է, սա նշանակում է որ մենք եւ սա ինչքան բարձրանում է այնքան նշանակում է որ մենք սպառողից կամաց վերածվում ենք ստեղծողի եւ այս առումով այս ցուցանիշը դեռևս մեզ իհարկե չի բավարարում բայց քանի որ ինքը առավելագույն ու լավագույն ցուցանիշներն են արձանագրվում դա նշանակում է որ մենք երկարաժամկետ ներդրումներ Հայաստանում գնալով ավելի մեծ մասշտաբաժներ ունենում եւ ինչքան այստեղ սրա տոկոսը մեծանա այնքան մեր հնայի պոտենցիալը կմեծանա ապագայում որովհետեւ դու ինչքան շատ նման բաների վրա ծախսեր անես այնքան ապագայում քո հնան ստեղծելու պոտենցիալը կմեծանա նույնիսկ ընտանիքի վրա օրինակ բերեմ մի իրավիճակը երբ որ դու քո աշխատած աշխատավարձը ամբողջությամբ ասենք կծախսես սննդի ու հանգստի վրա մեկ այլ իրավիճակ կարող է լինել երբ որ քո ստացած աշխատավարձի մի մասը ասենք ծախսես համակարգիչ գնելու վրա այդ համակարգչով ծրագրեր սովորելու վրա ուրեմն ծախսես տարբեր տեսակի կրթական ծրագրեր ստանալու վրա չգիտեմ խանութ կառուցելու վրա, այսինքն երբ որ դու սպառման փոխարեն իրականացնում ես ավելի երկարաժամկետ ներդրումներ, սա այդ